Ուրեմն այս ցեվով Հայաստանի մեջ ընդդությունները դեղի ունեցան եւ մենք տեսանք թե ինչպես Ռուսաստանեն որոշ թիվով հայեր եկան Ռուսաստանի հայեր, որոնք ընդրական туриզմով սպառեցան։ Հիմա այն անձերը, որոնք եկան մեծ մասամբ ըստ երևույթին այնպիսի մարդիկ էին, որոնք ընդհանրապես 2, 3, 5 դայն անգամ գուկային եւ երկար ժամանակ կմնային, հազիվ թե իրենց տրամը կփավեր, որ օտանավի դոմ սառնեին եւ Հայաստանի մեջ ժամանակ անցնեին դեսնելու համար իրենց հասկականները։ Բայց գրծան ահա մի անգամեն ընդանյոք բոլոր անոնք, որոնք 18-ին վեր են, գրծան կալ, կվեդալ եւ վերադառնալ երբեմն նույն օրը, երբեմն հաջորդ օրը, որովհետև պատվիրակված էին, ուղարկված էին որոշ նպատակի համար։ Հիմա մարդիկ զայրացած են, որովհետև ըստ երևույթին ամենից մտածեցավ, որ այս քվեարկողները Ռուսաստանին եկած հետաքրքրված չէին իմանալու, թե Հայաստան մնացող հայերուն ճակատագիրը ինչ կլա։ Իրենց հոգը չէր, թե այդ քվեով իրենք պիտի որոշեին բանը, որ ասեցում իրենա Հայաստանի մեջ ապրողի ճակատագրի վրա, ապակայի վրա, անոտ զավակներու վրա, իրենք մտահոգ էին իրենց մասին, թե իրենք ինչ պիտի իրեն, ինչպես իրենց գործադիրերը Ռուսաստանի մեջ կող պիտի լան իրենց մե, ինչպես իրենց անունը սպիտակ ցանկի մեջ պիտի անցնի, ինչպես իրենց զավակները պիտի Ռուսիո հավատարիմ ծառաներ նկատվին, այսին իրենք իրենց ապակայով հետաքրքրված էին, բայց Հայաստանի աբական եւ Հայաստանի մեջ բնակող քաղաքացի աբական իրենց միտքին ծայրեն չեր անցնել։ Այս կորզելագերբը բոլորին անձանոտ չէ, սպյուրքի հայերն ակիդեն ասիկա, մյուս հայերը։ Այսինքն օրինակ Լիբանանի մեջ ամեն անգամ որ ընդդություններ գլան, գուսակցությունները իրենց համագիները կբերեն, հadoop դոմսեր կապավեն, կամ հայկական օրինակով բարերարներ կգտնեն, որոնք սրահօջար կդրամատրեն որոշ գումարներ, որպես այդ դոմսերը ապահովին եւ մարդոց կրբանը քիչ մտրամ դրվի, որպես գայնան կալ քվարկել գուսակցության դաշնակցություն գուսակցության Լիբանանի մեջ։ Ասիցանոտ կորզելագերբ է, որն արդյունքը կտեսնենք, արդեն Լիբանանը մեր աչքին առջևն է, կտեսնենք թե ինչ տեսակ երկիր մնե, ինչ տեսակ երկիր մտածած է։ Ուրեմն նույն բանը հիմա արդյոք ցանկություն կա այս նույն անհատներուն գոմե կամ ասոնց մեծ մտածող անհատներուն գոմե, որովհետեւ Հայաստանն ալ Լիբանանի վերածեն հայկական քաղաքական դատերապյանն ալ նմանեցնեն Լիբանանի։ Ինչ հետևանք կնա ունենալ ասիկա սպյուրք Հայաստան հարաբերությունների վրա։ Ցաներ հետևանք կնա ունենալ, որովհետեւ հասցեով սպյուրքայի գերբարը այնպես կներկայացվի փաստորեն, որ այնպես ասում է, որ իրեն չի հետաքրքրել Հայաստանի հայը։ Իրեն գետակրե իր շահ։ Իրեն համար կարևոր է, որ իր գործադերերուն հրամանը կատարե։ Դրանք եկած իրեն քվեարկել։ Այդ քվեարկելը ինչ վնաս կհասցնի Հայաստանի մեջ բնակողին, իրեն չի հետաքրքրել։ Ուրեմն Հայաստանցին ինչ պիտի հասկանա, պիտի հասկանա, որ այս տեսակի սպյուրքահայը անհոգ է, անձնասեր է եւ միայն փողով կշարժի։ Այսպեսի մտածում պիտի կոյանա։ Հայնասեր է։ Ոչ, իհարկե, այսպես աշխատող մի հայնասեր չէ։ Չի գնալ հայնասեր։ Ինչպեսի չանք պիտի տապի Հայաստանցին, որովհետեւ գանա այլևս զանազանել սպյուրքահայը, որ տեսակի սպյուրքահայ ասի։ Այնպեսի սպյուրքահայ, որ ընդրական туриզմով սպառած է, այնպեսի սպյուրքահայ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը որպես շահագործումի առարգա նկատե։ Հիմա մենք պիտի ասել, լավ, Հայաստանի մեջ մարդիկ չկան, որ գաշարվեցան, մարդիկ չկան, որ այնպիսի արարքներ կատարեցին, ասընդություններ ադեն, որ հայրենասիրությունը հերույ է։ Այո, կան, անոնց հրացը նմանապես վտանգավոր է։ Անոնք իրենց քաղաքացիության բարդականությունը գաբեցին գաշարագերության հետ։ Աբորինի բան կատարեցին, այսինքն ուշքան անող բան պիտի երթան, լուրջ չունին։ Հիմա անոնք որ գարձեն թե երկար դարիներ պիտի այսպես շարունակվի եւ ընդրական գաշարկը պիտի դարածվի եւ միշտ ալ տեղի բերեն, հա։ Անոնք հետեւյալը կմտածեն, առաջին
Գմդազին որ այս իշխանությունները որ հիմա Հայաստանի մեջ կան հետաքրքրված չեն ընդրակաշարքի հարցերը մեջտեղ անելու։ Ես կխորիմ այլևս հետաքրքրված են կամ պետք է լան։ Երկրորդ, անոնք կխորին թե ընդրակաշարքը վտանգավոր բան չէ, քանի որ նպատակը իրենք կխորին թե նպատակը լավ է։ Ընդրակաշարքով պիտի կան մարդիկ, որոնք պիտի փրկեն Հայաստանը։ Իրենց այդպես սպազ է եւ իրենց սպազը որ ասի միակ ցևն է։ Հետո իրենք գավադան որ ածով փրկած բիլան հայրենիքը։ Եթե անկիդակ ցապարգեն, ուրեմն դիքիդության արդյունք է։ Երրորդը այն բարականը որ պետության իմաստը չեն հասկնալ։ Պետությունը սել է քաղաքացիներ, որոնք կհասկանան իրենց թերը, կհասկանան իրենց արժեքը, կհասկանան, որ իրենց միջոցով պետությունը գոյություն ունի, իրենց ցայնով պետությունը գոյություն ունի։ Հիմա եթե իրենց ցայնին արժեքը չեն գիտեր, կնշանի որ չեն հասկացած, որ իրենք պետության համար արժեք կներկայացնեն։ Ուրեմն իրենք անարժեք դարձել են եւ իրենց հետ, եթե այս արարքները շարունակվին եւ այս արարքներուն վերջ չտրվի կաշառակերության ընդրակաշարքին հատկապես, իրենց օրինակով նաեւ նսեմացնեն պետությունը, որուն քաղաքացիներն են։ Եթե ասոնց թիվը շատ է, 100,000-ավոր է, իրենց հետ իրենց պետությունն անարժեք կդառնան։ Դրա համար պետության թշնամիները, օրինակ համար Ռուսաստանը, կսկսի շահագործել ասկետերը, կսկսի չընդունել ընդրությունները, կսկսի հարցականի տակ դնել պետության գոյությունը։ Աչե խոսի Ռուսաստանի ընդրությունները ինչ տեսակ են, ադիգա Ռուսաստանն է, իրենց գիտնալիքն է, իրենց վերջին գարկի ժողովրդավար երկիր կնկատեն, հիմա այլևս ժամանակ եկած է որ դասեր տան հայերուն եւ իրենք որոշեն հայկական դրությունները ինչ տեսակ է ժողովրդավար է կամ ոչ բախտատման բորու բախտատման Ռուսաստանի այս փորձառությունն օգտված մենք պետք է առաջ անցնենք եւ այն քաղաքացիները որոնք ընդրակաշարք ստացան եւ մանավանդ անոնք որոնք ընդրակաշարքը այդքան ամբնական չնկատեցին եւ արտարացուցին անոնք անդադարնան որ իրենց արարքով վնաս պատճառած են իրենց երկրին այսինքն Ռուսաստանի հայը մեկնեցավ մյուս հայերը մեկնեցան անվստահության անչրբետը առաջացավ Հայաստանցիներուն եւ Ռուսաստանի հայերու միջեւ Հայաստանցիներուն եւ սփյուռքահայերու միջեւ բայց ներքին առումով 300,000 հոգի կա որոնք քվարկել են այդ մտածողության դեր մարտոց այդ հոգեբանության դեր մարտոց չեն քվարկած այլ ուսակցությունները որոնք որոշ առողջ միտքեր ներկայացած են նախընտրած են քվարկել այդ ուսակցությունները որոնք Ռուսաստանին փերին այդ հայերուն որոնք ընդրակաշարքով սպառեցան որոնք ամեն ցևով գնսեմացնեն պետությունը որոնք չեն մտածել որ պետությունը նսեմացնելով իրենց սեմացած են չեն մտածել որ պետության վնասելով քաղաքացիներուն ունացած կլան գուրորեն իշխող կառավարության թեմ գաշխատին գուրորեն առանց ծրագրի առանց միտքի առանց կապարախոսության միակ մտահոգությունն է որ պետք է մեկնի լավ 5 տարի եւս ընդրվեցավ 5 տարի եւս նույն խոսքը բիլիսեք ծրագիր ուր է այսին ծրագիր ինչ միան եթե մեկնի ճիշտ կնմանի այն անցին որ իրենք գսեն այս բանը պետք է այո գսե ասամենը գնա մնել միան թե ես տրամ ունենամ բայց ամեն մարդ գիտե որ եթե ինքը տրամ ունենա այդ բանը չի կարողանա անել որովհետև այդ բաները նելու համար պետք է նախապատրաստվի տրամ ունենա կամ ոչ պետք է նախապատրաստվի